Հենց հիմա, քանի դեռ դուք դիտում եք այս տեսանյութը, ձեր պարանոցով անցնում են 4 զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում ուղեղին։ Եվ 50-ից բարձր տարիքի մարդկանց 80%-ի մոտ դրանցից առնվազն մեկը սեղմված է։ Դուք մոռանում եք անուններ, կորցնում եք բառեր, մտնում եք սենյակ եւ չեք հիշում ինչու ու մտածում եք, որ դա տարիքից է։ Ոչ, դա տարիքը չէ, դա ձեր պարանոցի օղակն է, որը դուք ինքներդ եք ձգել ձեր վիզը։ Իմ անունն է Միքայել Պողոսյան, ես 30 տարի է բժշկության մեջ եմ, եւ այսօր ես ցույց կտամ, թե ինչպես այն հանել առանց դեղահաբերի, առանց վիրահատությունների, օրական ընդամենը մի քանի րոպեում։ Բայց նախ դուք պետք է հասկանաք մի բան, որը կփոխի այն ամենը, ինչ գիտեիք ձեր հիշողության մասին։ Ասացեք ինձ, երբևէ զրուցել եք ինչ-որ մեկի հետ եւ հանկարծ անհրաժեշտ բառը պարզապես անհետանում է։ Այն պտտվում է ինչ-որ տեղ լեզվի ծայրին, դուք զգում եք այն, բայց չեք կարողանում որսալ։ Անցնում է 1, 2, 5 րոպե եւ այն հանկարծ ի հայտ է գալիս։ Ծանոթ է։ Այսպիսով, սա սկլերոզ չէ, դեմենցիա չէ, Ալցհեյմերի սկիզբ չէ։ Ձեր ուղեղն այդ պահին բառացիորեն խեղդվում էր։ Նրան արյուն չէր բավականացնում ճիշտ այն գոտում, որը պատասխանատու է հիշողությունից բառեր դուրս բերելու համար։ Բառը ոչ միտեղ չէր կորել, այն պահպանվում էր իր տեղում։ Պարզապես ուղեղը բավարար էներգիա չուներ դրան հասնելու համար։ Եվ ահա այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը։ Ձեր ուղեղը կշռում է ընդամենը 1.5 կիլոգրամ։ Դա մարմնի զանգվածի մոտավորապես 2%-ն է, բայց միևնույն ժամանակ այն սպառում է ձեր շնչած ամբողջ թթվածնի քառորդ մասը։ Ամեն րոպե նրա միջով մղվում է 750 մլ արյուն, եւ այդ ամբողջ արյունն անցնում է մեկ նեղ տեղով, պարանոցով։ Պատկերացրեք մի խողովակ, որով ջուրը մտնում է տուն։ Եթե ինչ-որ մեկը կանգնի այդ խողովակի վրա, ինչ կլինի։ Ճնշումը կընկնի, ծորակը հազիվ կկաթա։ Ճիշտ դա է կատարվում ձեր ուղեղի հետ, երբ պարանոցի անոթները սեղմված են, արյան հոսքը նվազում է, եւ առաջին բանը, որ դուք կորցնում եք, բառերի եւ անունների հիշողությունն է։ Բայց ինչու հենց բառերը, ինչու ոչ տեսողությունը, ոչ լսողությունը, ոչ կոորդինացիան։ Եվ ահա այստեղ թաքնված է այն դետալը, որի մասին չեն պատմում պոլիկլինիկաներում։ Բանն այն է, որ ուղեղը խիստ առաջնահերթություններ սահմանող է, երբ արյունը չի բավականացնում, նա սկսում է ընտրել, ինչը փրկել, իսկ ինչը զոհաբերել։ Առաջին հերթին նա պաշտպանում է շնչառությունը, սրտի բաբախյունը, բազային ռեֆլեքսները, այն, առանց որի դուք կմեռնեք հենց հիմա։ Իսկ ահա խոսքի կենտրոնները, կարճաժամկետ հիշողությունը, ճշգրիտ ձևակերպումներ ընտրելու ունակությունը ուղեղի համար ճոխություն են, եւ նա առաջինն է կրճատում այդ գոտիների արյան մատակարարումը։ Դուք դեռ քայլում եք, շնչում եք, տեսնում եք, բայց արդեն չեք կարողանում հիշել, թե ինչ է հարևանուհու անունը։ Ուղեղը որոշել է, որ նրա անունը ձեզ գոյատևելու համար պետք չէ։ Եվ ահա թե ինչն է իսկապես վախեցնում։ Այս գործընթացը չի սկսվում 60 կամ 70 տարեկանում, այն մեկնարկում է արդեն 45-ից հետո, դանդաղ, աննկատ, կաթիլ առ կաթիլ։ Այսօր դուք մոռացել եք 1 բառ, կես տարի անց օրական 3 բառ, 2 տարի անց դուք սկսում եք կորցնել խոսակցության թելը, եւ բոլորը շուրջ բոլորով, ներառյալ ձեր թերապևտը, ասում են. «Դե ինչ եք ուզում, տարիք է», բայց տարիքն այստեղ ընդհանրապես կապ չունի, այլ ձեր պարանոցում առկա կոնկրետ մեխանիկական խնդիրը, որը լուծելի է։ Եվ ես ձեզ կասեմ, թե կոնկրետ ինչպես, բայց մի փոքր ավելի ուշ։ Հիմա ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք մասշտաբը։ Գլխուղեղը սնուցում է ստանում 2 զույգ մայրուղային անոթներով։ Առջևի զույգը քնային զարկերակներն են։ Դրանք անցնում են պարանոցի կողքերով, եւ դուք կարող եք շոշափել դրանց բաբախյունը հենց հիմա։ Հետին զույգը ողնաշարային զարկերակներն են։ Դրանք անցնում են ողնաշարային ողների ներսով, հատուկ ոսկրային խողովակներում։ Եվ ահա այս հետինները ամենախոցելի տեղն են։ Դրանք սեղմված են ոսկրերի մեջ, եւ ողրերի ցանկացած տեղաշարժ, ցանկացած մկանային սպազմ, հյուսվածքների ցանկացած այտուց եւ լուսանեցքը նեղանում է, արյան հոսքը ընկնում է 30-40, երբեմն նաև 50%-ով։ Եվ գիտեք որն է ամենանենգը։ Դուք դա չեք զգում, չկա ցավ, չկան սուր ախտանիշներ։ Պարզապես աստիճանաբար խամրում է հիշողությունը, դանդաղում է մտածողությունը, եւ դուք ընտելվում եք ձեր նոր տարբերակին, ավելի դանդաղ, ավելի մոռացկոտ, եւ դա համարում եք նորմա, բայց դա նորմա չէ։ Ես 30 տարի դիտարկում եմ պացիենտներին եւ տեսնում եմ նույն բանը։ Մարդիկ գալիս են հիշողության գանգատներով, նրանց նշանակում են նոոտրոպներ, B խմբի վիտամիններ, բայց խնդիրը ահա այն է,
պարանոցում է, մեխանիկական, ֆիզիկական, շոշափելի, եւ այն վերացնելու համար պետք չեն թանկարժեք դեղամիջոցներ, պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչն է սեղմում ձեր անոթները եւ ինչու։ Եվ ահա դրա մասին, իսկական մեղավորի մասին, մենք կխոսենք հենց հիմա։ Եվ այսպես, դուք այժմ գիտեք, որ արյունը դեպի ուղեղ գնում է պարանոցի 4 մայրուղիներով, եւ որ հետին զույգը, այն որն անցնում է ողերի միջով, ամենախոցելին է։ Բայց ով է այն սեղմում, ով է այս լուռ մարդասպանը, որը դանդաղորեն զրկում է ձեր ուղեղը սնուցումից։ Մարդկանց մեծամասնությունը, եթե հարցնեք, կասեն դե հավանաբար խոլեստերինային վահանիկները, աթերոսկլերոզը, ճարպոտ սնունդը եւ նման բաներ։ Եվ դա տրամաբանական է, մեծ տարիներ շարունակ պատմել են, որ անոթները խցանվում են ներսից, բայց ահա մի փաստ, որը կոտրում է այս պատկերը։ Ուղեղի արյան շրջանառության խանգարում ունեցող իմ պացիենտների մեծամասնության անոթները ներսից մաքուր են։ Դոպլերոգրաֆիան ցույց է տալիս, պատերը կարգին են, վահանիկներ չկան կամ դրանք նվազագույն են, իսկ արյան հոսքը միևնույն է նվազած է։ Ինչպես է դա հնարավոր։ Իսկ շատ պարզ, անոթը կարելի է սեղմել ոչ միայն ներսից, այլև դրսից, եւ ահա սա այն ճշմարտությունն է, որը ձեզ ինչ-ինչ պատճառներով չեն բացատրում նյարդաբանի ընդունելության ժամանակ։ Պատկերացրեք այգու ջրելու խողովակ, դուք կարող եք այն խցանել ներսից, լցնելով ավազով, իսկ կարող եք պարզապես ոտքով կանգնել դրա վրա, արդյունքը նույնն է, ջուրը չի գնում։ Այսպիսով, ձեր պարանոցում անոթների վրա կանգնում են 3 բան, եւ հիմա ես կվերլուծեմ յուրաքանչյուրը, որովհետեւ քանի դեռ դուք չեք հասկացել մեխանիկան, չեք կարողանա դա ուղղել։ Առաջին մեղավորը պարանոցի խորանիստ մկաններն են, ոչ նրանք, որոնք երևում են դրսից, ոչ տրապեցիաձև եւ ոչ կրծքաանրկապտկաձևային, այլ մանր կարճ մկանները, որոնք ամրանում են անմիջապես ողերին, սանդղաձև, ենթածոծակային, երկար տարածիչներ։ Դուք դրանց մասին երբեք չեք լսել, բայց հենց դրանք են պահում ձեր գլուխը, եւ ահա թե ինչ է կատարվում նրանց հետ։ Երբ դուք նստած եք համակարգչի ղեկի հեռուստացույցի առջև, գլուխը ակամա գնում է առաջ, նույնիսկ 2-3 սանտիմետր։ Կթվար թե մանրուք է, բայց գլուխը կշռում է 5-6 կիլոգրամ, եւ դեպի առաջ յուրաքանչյուր սանտիմետր տեղաշարժը մեծացնում է պարանոցի մկանների ծանրաբեռնվածությունը 5 կիլոգրամով, 2 սանտիմետրով։ Եվ ձեր մկաններն արդեն պահում են ոչ թե 6, այլ 16 կիլոգրամ անընդհատ, ժամերով, տարիներով։ Ինչ են անում նրանք։ Նրանք կարհանում են, վերածվում են պարանների։ Եվ այս պարանները ճնշում են այն ամենը, ինչ մոտակայքում է, այդ թվում արյունը ձեր ուղեղ տանող զարկերակները։ Եվ ահա թե ինչն է ինձ ապշեցնում իմ պրակտիկայում։ Մարդիկ գալիս են ինձ մոտ մոռաց կոտության, գլխում մշուժի, կենտրոնանալ չկարողանալու գանգատներով։ Ես խնդրում եմ նրանց խոնահել գլուխը, շոշափում եմ պարանոցը եւ գտնում եմ քարի պես կոշտ մկաններ։ Մարդն անգամ չգիտեր, որ այնտեղ ամեն ինչ սեղմված է, որովհետև ցավ չկար, իսկ ցավ չկար, որովհետև սպազմն աճում էր այնքան դանդաղ, այնքան աստիճանաբար, որ մարմինը հարմարվել էր եւ դադարել էր տագնապի ազդանշան տալ։ Մարմինը որոշել էր, քանի որ արդեն վաղուց է այսպես, ուրեմն սա նոր նորմա է, բայց դա նորմա չէ, սա դանդաղ գործողության ռումբ է։ Երկրորդ մեղավորը ողնաշարային զարկերակներն են։ Ահա նայեք, ողնաշարային զարկերակներն անցնում են լայնական ելունների անցքերի միջով։ Դրանք այնպիսի փոքրիկ ոսկրային կամարներ են յուրաքանչյուր ողի կողքին, 6-րդից մինչև առաջին։ 6 զույգ փոքրիկ թունելներ եւ անոթը պետք է ազատ անցնի դրանցից յուրաքանչյուրով։ Բայց եթե ողերը թեկուզ 1 մմ-ով տեղաշարժվել են միմյանց նկատմամբ, իսկ դա տեղի ունենում օստեոխոնդրոզի, պրոտրուզիաների, հասարակ անկայունության դեպքում, անցքը դեֆորմացվում է։ 1 մմ նեղացում եւ զարկերակը, որի տրամագիծն ընդամենը 3-4 մմ է, կորցնում է լուսանցքի միջև 30%-ը։ Արյան հոսքի 1/3-ը կորչում է, իսկ չէ որ դա 6-ից ընդամենը 1 ողն է։ Եթե խնդիրը 2-3 մակարդակների վրա է, իսկ 50-ից հետո այդպես լինում է ամեն երկրորդի մոտ, դեպի ուղեղի հետին հատված արյան հոսքն աղետալիորեն նվազում է, իսկ հետին հատվածը ծոծրակային բլթերն են, ուղեղիկն է, ցողունը, տեսողությունը, հավասարակշռությունը, կոորդինացիան, քունը, ճնշումը, ամեն ինչ կապված է այստեղ։ Եվ ահա այստեղ ես պետք է ձեզ մի գաղտնիք բացեմ։ Կա կոնկրետ ողն, որն ամենաշատ խնդիրներն է ստեղծում։ Առաջին պարանոցային ողնը՝ Ատլանտը։ Նա պահում է գանգը, ինչպես առասմելական տիտանը պահում էր երկինքը։ Նա չունի մարմին, ինչպես մնացած ողերը։ Այն պարզապես օղակ է։
Եվ անոթը այս մակարդակի վրա կտրուկ թեքվում է գրեթե ուղիղ անկյան տակ, նախքան գանգի խոռոչ մտնելը։ Ատլանտի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ենթածոցրակային մկանների լարվածություն եւ այս ծրվածքը սեղմվում է ճկված խողովակի պես։ Դրա համար էլ այդքան շատ մարդիկ գանգատնում են գլխապտույտից գլուխը շրջելիս, աչքերում մթնելուց գլուխը հետ տանելիս, ծոցրակում առավոտյան ծանրության։ Դա պարանոցային խոնդրոս չէ, դա ձեր ուղեղն այդ վայրկյանին ստանում է 40%-ով ավելի քիչ արյուն, քան իրեն անհրաժեշտ է։ Երրորդ մեղավորը, եւ նրա մասին ընդհանրապես ոչ ոք չի խոսում, ֆասցիաներն են, շարակցահյուսվածքային թաղանթները, որոնք պատում են մկանները, անոթները, նյարդերը։ Դրանք բոլորը թաղանթի պես բարակ են, բայց անհավանական ամուր։ Երբ դուք տարիներով նստած եք նույն դիրքով, պարանոցի շրջանի ֆասցիաները կպչում են իրար, կորցնում են առած ձգականությունը, կպումներ են առաջացնում եւ այդ կպումները ֆիքսում են անոթը սեղմված վիճակում։ Մկանը կարելի է թուլացնել 1 րոպեում, լարեցիր ու բաց թողեցիր։ Իսկ կպած ֆասցիան ոչ, նա կպահի անոթը մամլակի մեջ, նույնիսկ երբ մկանը թուլացած է։ Դրա համար էլ պարանոցի սովորական մրսումը հաճախ երկարատև էֆեկտ չի տալիս։ Մրսողը տրորում է մկանները, բայց ֆասցիալ կպումները մնում են անձեռնմխելի, եւ 2 օր անց ամեն ինչ վերադառնում է։ Եվ ահա այժմ միացրեք այս պատկերը իրար։ Քարե մկանները ճնշում են զարկերակները դրսից, տեղաշարժված ողերը նեղացնում են ոսկրային խողովակները, իրար կպած ֆասցիաները ֆիքսում են այդ ամենը մեկ դիրքում, թույլ չտալով մարմնին ինքնուրույն շտկվել։ Եռակի բռնվածք, եւ տարեցտարի այն ուժեղանում է, բայց ահա թե ինչն է կարևոր։ Սա դարձելի է, ոչ ամեն ինչ, ոչ բոլորի մոտ, ոչ մեկ օրում, բայց դարձելի է, որովհետև մկանները կարելի է թուլացնել, ֆասցիաները ձգել, իսկ ողերին կարելի է վերադարձնել շարժունակությունը, եւ դրա համար կան հստակ, փրցված եղանակներ, բայց նախքան դրանք ցույց տալը, դուք պետք է եւս մի բան իմանաք։ Կան 5 ազդանշաններ, որոնք ձեր ուղեղը տալիս է, երբ նրան արյուն չի բավականացնում։ 5 զանգեր, որոնք մարդիկ տարիներ շարունակ անտեսում են, վերագրելով հոգնածությանը, եղանակին, մագնիսական փոթորիկներին եւ տարիքին, եւ եթե դրանցից գոնե 2-ը ձեզ ծանոթ են, նշանակում է հենց հիմա ձեր ուղեղն աշխատում է կիսով չափ, որոնք են այդ ազդանշանները, եւ այսպես ես ձեզ 5 ազդանշան խոստացա, 5 զանգ, որոնցով կարելի է հասկանալ, որ ուղեղը լիարժեք արյուն չի ստանում, եւ ահա թե ինչն է կարևոր, դրանցից ոչ մեկը նման չէ նրան, ինչ դուք սպասում եք, ոչ մի բժիշկ սովորական ընդունելության ժամանակ չկապի այս գանգատները պարանոցի հետ, ձեզ հանգստացնող կնշանակեն, կուղարկեն հոգեթերապևտի մոտ, կամ պարզապես կասեն ավելի շատ հանգստացեք, իսկ խնդիրը կմնա եւ կաճի, ուստի լսեք ուշադիր եւ փորձեք ձեզ վրա։ Ազդանշան առաջին. մշուշոտ գլուխ առավոտյան։ Դուք արթնանում եք եւ առաջին 30-40 րոպեն այնպիսի զգացողություն է, ասես ընդհանրապես չեք քնել, գլուխը ծանր է, մտքերը կարծես կիսելի մեջ։ Ժամանակ է պետք արթնանալու համար։ Մարդկանց մեծամասնությունը դա բացատրում է վատ քնով։ Իբր չեմ քնել, ներքնակը անհարմար է, հարևաններն աղմկում էին, բայց բանը ներքնակը չէ։ Բանն այն է, որ գիշերը, երբ դուք պարկած եք, պարանոցի մկանները թուլանում են, եւ դա լավ է։ Բայց ողերն այդ ժամանակ մի փոքր տեղաշարժվում են գլխի քաշի տակ, հատկապես եթե բարձը չափազանց բարձր է կամ չափազանց հարթ։ Զարկերակները սեղմվում են եւ քնի վերջին 2-3 ժամն ուղեղն անցկացնում է թթվածնային քաղցի պայմաններում։ Դուք ֆիզիկապես հանգստացել եք, մկանները, հոդերը, սիրտը վերականգնվել են, իսկ ուղեղը ոչ։ Նա ամբողջ գիշեր աշխատել է քաղցած վիճակում։ Այստեղից էլ այս առավոտյան մշուշը, որը դուք մաքրում եք սուրճով։ Սուրճը ի դեպ օգնում է, բայց ոչ այն պատճառով, որ առույգացնում է։ Կոֆեինը լայնացնում է ուղեղի մազանոթները եւ ժամանակավորապես փոխհատուցում այն, ինչ զարկերակները չեն տալիս ամբողջ ծավալով։ Բայց դա հենակ է, ոչ թե լուծում, եւ ամեն ամիս հենակն ավելի վատ է աշխատում։ Ազդանշան երկրորդ. հանկարծակի կենտրոնացման անկումներ։ Դուք գիրք եք կարդում, ֆիլմ եք դիտում, զրուցում եք եւ հանկարծ բռնում եք ձեզ այն մտքի վրա, որ վերջին 2 րոպեն դուք այստեղ չեք։ Աչքերը նայում էին տեքստին, բայց ոչ մի բառ չի հասել գիտակցությանը։ Կամ զրուցակիցը խոսում է, իսկ դուք գլխով եք անում ավտոմատ կերպով եւ գաղափար չունեք, թե ինչի մասին է խոսքը։ Սա ցրվածություն չէ, ծուլություն չէ։ Սա միկրոդրվագներ են, որոնց ընթացքում ուղեղը մի քանի վայրկյանով անցնում է էներգախնայող ռեժիմի, ինչպես հեռախոսը, որն ունի ընդամենը 5% լիցքավորում։ Այն անջատում է էկրանը, անջատում է հավելվածը, անում է ամեն ինչ, որպեսզի մի փոքր երկար դիմանա։ Ձեր ուղեղն անում է նույնը։
Մի ակնթարթ հանջատում է ուշադրությունը, որպեսի վերաբաշխի աղքատիկ արյան հոսքն այնտեղ, որտեղ դա ավելի անհրաժեշտ է։ Դուք դա նույնիսկ չեք նկատում, մինչև որևէ մեկը նորից չի հարցնում, եւ դուք հասկանում եք, որ բաց եք թողնել խոսակցության կեսը։ Ազդանշան 3 եւ սա ձեզ կզարմացնի։ Սառը ձեռքեր։ Այո, հենց այդպես։ Ինչ կապ կա պարանոցի, ուղեղի եւ ձեռքերի միջև։ Ուղիղ։ Երբ ուղեղն անբավարար արյուն է ստանում, նա ազդանշան է ուղարկում նեղացնելու ծայրամասային անոթները՝ ձեռքեր, ոտքեր, մաշկ։ Այդ ամենն ուղեղի համար երկրորդական է։ Նա վերցնում է արյունը վերջույթներից եւ վերաուղղորդում դեպի իրեն։ Օրգանիզմը զոհաբերում է մատները հանուն նեյրոնների։ Հետևաբար, եթե ձեր դաստակներն անընդհատ մրսում են, եթե դուք ձմռանը չեք կարողանում տաքացնել ձեր մատները անգամ ձեռնոցներով, միշտ ապեք գնել ջերմային ներքնազգեստ։ Հնարավոր է սա ձեր ուղեղն է, որ օգնություն է կանչում, եւ արյուն է գողանում ձեռքերից գոյատևելու համար։ Ազդանշան 4. Զնգոց կամ խշշոց ականջներում։ Տինիտուս, այսպես են դա անվանում բժշկական գրականության մեջ։ Բարձր ճռռոց, ցածր դռռոց, երբեմն բաբախող աղմուկ, որը համընկնում է սրտի զարկերի հետ։ Միլիոնավոր մարդիկ ապրում են դրա հետ տարիներ շարունակ։ Գնում են քիթ կոկորտ ականջաբանի մոտ, ականջները կարգին են, անում են աուդիոգրամմա, լսողությունը նորմալ է։ Նրանց ասում են. «Սա նյարդային է, խմեք գլիցին»։ Իսկ իրականում զարկերակների հետին զույգը, այն որ անցնում է ողերի միջով, սնուցում է նաև ներքին ականջն ու լսողական նյարդը։ Երբ դրանով արյան հոսքը նվազում է, լսողական բջիջները սկսում են կայծեր տալ, արձակել կեղծ ազդանշաններ։ Ուղեղն այդ ազդանշանները մեկնաբանում է որպես ձայն, որը գոյություն չունի։ Դուք ֆանտոմ եք լսում։ Եվ որքան ավելի ուժեղ են սեղմված զարկերակները, այնքան ավելի բարձր է այս ֆանտոմը։ Ես տեսել եմ պացիենտների, որոնց ականջներում աղմուկն ամբողջությամբ դադարել է պարանոցի հետ ճիշտ աշխատանքի 2 շաբաթից հետո, ամբողջովին, առանց որևէ դեղահաբի։ Պարզապես այն պատճառով, որ արյունը կրկին հասավ լսողական բջիջներին անհրաժեշտ ծավալով։ Ազդանշան 5-րդ եւ այն ամենավտանգավորն է՝ էպիզոդիկ գլխապտույտներ։ Ոչ նրանք, երբ դուք պտտվել եք կարուսելի վրա, այլ կարճ, 1 վայրկյանով զգացողություն, որ աշխարհը մի փուքր շեղվեց։ Վեր կացակաթորից տարավ, գլուխը կտրուկ շրջեցիք, աչքերում մթնեց, գլուխը հետ գցեցիք, որպեսզի վերև նայեք եւ մի ակնթարթով կորցրիք կողմնորոշումը։ Սա վերտեբրոբազիլյար անբավարարություն է։ Հետին զարկերակները չեն դիմանում եւ ուղեղիկը, որը պատասխանատու է հավասարակշռության համար, արյուն է ստանում ընդհատումներով, ինչպես լամպը, որը թարթում է վատ կոնտակտի պատճառով։ Կոնտակտ կա, լամպը վառվում է, կոնտակտը կորավ, խավար է։ Եվ ահա այստեղ ուշադրություն։ Սա արդեն պարզապես դիսկոմֆորտ չէ, սա նախազգուշացում է։ Որովհետև եթե մի օր կոնտակտը կորչի ոչ թե 1 վայրկյանով, այլ 1 րոպեով, դա արդեն տրանզիտոր իշեմիկ գրոհ է, միկրոինսուլտ։ Իսկ եթե 10 րոպեով, ուղեղի արյան շրջանառության լիարժեք խանգարում, ինսուլտ։ Եվ այդ դեպքում արդեն ոչ մի վարժություն չի օգնի։ Այնտեղ վերակենդանացման բաժանմունք է եւ վերականգնման ամիսներ, եթե բախտը բերի։ Ես սա չեմ ասում, որպեսզի ձեզ վախեցնեմ։ Ես սա ասում եմ, որպեսզի դուք դադարեք այս ազդանշանները մանրուք համարել։ Դրանցից յուրաքանչյուրն առանձին հիմարություն է, բայց բոլորը միասին աղետի երթուղային քարտեզ են։ Եվ եթե դուք հիմա մտովի նշագծեցիք դրանցից առնվազն 2-ը 5-ից, ապա դուք պետք է գործեք ոչ թե վաղը, ոչ երկուշաբթի, ոչ արձակուրդից հետո, այլ հիմա։ Բայց նախքան ես ձեզ կցուցադրեմ կոնկրետ վարժություններ, իսկ ես անպայման կցուցադրեմ, եւ դրանք ավելի պարզ են, քան դուք մտածում եք, մենք պետք է անենք մի բան։ Ստուգենք, թե որքան լուրջ է իրավիճակը հենց ձեզ մոտ, որովհետև մեկ բան է թեթև մկանային սեղմումը, որը կանցնի 1 շաբաթից, եւ բոլորովին այլ բան է ողերի կոպիտ անկայունությունը, որի դեպքում որոշ շարժումներ վտանգավոր են, եւ կա մի պարզ տնային թեստ, որը դուք կարող եք անցկացնել հենց հիմա, նստած էկրանի առաջ։ Այն կխլի 60 վայրկյան, բայց այն ձեզ ավելին կասի, քան նյարդաբանի մոտ 1 այլ այց։ Պատրաստ եք։ Հիմա մենք ձեզ հետ միասին կանցկացնենք 2 պարզ թեստ։ Դրանք ոչ մի սարքավորում չեն պահանջում, միայն ձեր ձեռքերը եւ 60 վայրկյան ժամանակ, բայց նախ կարևոր զգուշացում։ Եթե ձեզ մոտ ախտորոշվել են պարանոցային հատվածի ճողվածքներ, եթե դուք տարել եք պարանոցի վնասվածք կամ ողնաշարի վիրահատություն, արեք ամեն ինչ առավելագույնս մեղմ, առանց կտրուկ շարժումների։ Ցանկացած սուր ծավի դեպքում անհապաղ կանգ առեք։ Պայմանավորվեցինք, ապա սկսում ենք։ Թեստ առաջին՝ մկանային սպազմի վրա։ Նստեք ուղիղ, մեջքը հպեք աթոռի մեջքին, ուսերը թուլացրեք։ Հիմա դանդաղ թեքեք գլուխը դեպի աջ ուսը։ Դանդաղ։ Սա հիմնական բառն է։ Ոչ թե կտրուկ, ոչ թե ուժով, պարզապես թույլ տվեք գլխին հակվել աջ, սեփական քաշի տակ։ Մի բարձրացրեք ուսը ընդառաջ,
սա հաճախակի սխալ է։ Մարմինը փորձում է խորամանկել, ուսը մնում է ներքևում, գլուխը գնում է դեպի այն։ Հասակ սահմանին։ Հիշեցիք զգացողությունը։ Այժմ նույնքան դանդաղ մյուս կողմ, դեպի ձախ ուսը, եւ համեմատեք, արդյոք նույնն է թեքումը, արդյոք նույնն են զգացողությունները։ Եթե մի կողմ գլուխը գնում է ազատ, իսկ մյուս կողմում ասես դեմ է առնում պատին, եթե մի կողմից ձգում է, իսկ մյուսից կոշտ կանգնեցնում է, դուք ունեք ընդգծված մկանային անհավասարակշռություն։ Կարճ կողմի մկանները սպազմված են, ձգված, քարացած, եւ հենց այդ կողմից է զարկերակն ավելի ուժեղ սեղմված։ Հիշեք, թե որ կողմն է կոշտ։ Այս տեղեկատվությունը պետք կգա, երբ մենք հասնենք վարժություններին։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք եւս մի պահի վրա։ Երբ դուք թեքում էիք գլուխը, արդյոք զնգոց չառաջացավ ականջում, արդյոք չմտնեց աչքերում, արդյոք զգացիք թեթև գլխապտույտ։ Եթե այո, սա լուրջ ցուցիչ է։ Դա նշանակում է, որ անգամ նման փոքրիկ շարժումն արդեն մասամբ փակում է արյան հոսքը։ Գլխի թեքումը մի բան է, որը դուք անում եք օրական տասնյակ անգամներ, առանց մտածելու։ Նայեցիք հեռախոսին, թեքում, գիրք եք կարդում անկողնում, թեքում, եւ ամեն անգամ ձեր ուղեղը մի ակնթարթ հայտնվում է քաղցած վիճակում։ Տեստ երկրորդ. ողնաշարային զարկերակների կոմպրեսիայի վրա։ Սա ավելի լուրջ է, ուստի արեք այն կանգնած պատի կամ աթոռի կողքին, որպեսզի բռնվելու տեղ լինի։ Կանգնեք ուղիղ, նայեք ձեր առաջ։ Իսկ հիմա դանդաղ շրջեք գլուխը աջ, մինչև վերջ։ Ոչ մինչև ցավը, այլ մինչև վերջ։ Պահպանեք այս դիրքը 15 վայրկյան։ Հաշվեք մտքում։ Հետևեք զգացողություններին։ Ինչ է տեղի ունենում։ Եթե 5-10 վայրկյան անց զգում եք աճող գլխապտույտ, եթե աչքերի առաջ պատկերը փոքրինչ լողում է, եթե առաջանում է թեթև սրտխառնոցի զգացում, սա դրական արդյունք է, եւ սա վատ նշան է։ Դա նշանակում է, որ գլխի շրջման ժամանակ ողերն այնքան են սեղմում զարկերակը, որ ուղեղիկը սկսում է կորցնել արյան մատակարարումը արդեն մի քանի վայրկյան անց։ Այժմ վերադարձրեք գլուխը ուղիղ, սպասեք կես րոպե եւ կրկնեք նույնը ձախ, նորից 15 վայրկյան։ Համեմատեք կողմերը։ Ես ուզում եմ, որ դուք գրի առնեք արդյունքները հենց հիմա։ Վերցրեք հեռախոսը, բացեք նշումները եւ գրեք. աջ կողմ, թեքումը սահմանափակված է թե ոչ, շրջում գլխապտույտ կա թե ոչ, ձախ կողմը նույնպես։ Ինչու՞, որովհետև 3 շաբաթ անց, երբ դուք կսկսեք անել այն, ինչ ես ցույց կտամ, դուք կկրկնեք այս թեստերը եւ կհամեմատեք, եւ ես վստահ եմ, տարբերությունը ձեզ կզարմացնի, բայց դրա համար պետք է հաշվարկման կետ։ Ահա դուք այն հենց նոր ֆիքսեցիք։ Այժմ եկեք վերլուծենք, թե ինչ են նշանակում արդյունքները։ Եթե երկու տեստերն էլ բացասական են, թեքումներն ազատ են, շրջումներն առանց գլխապտույտի, դուք ունեք թեթև աստիճան։ Մկանային սեղմումները նվազագույն են, ողերը հարաբերականորեն ճիշտ դիրքում են, դուք կանաչ գոտում եք, բայց դա չի նշանակում, որ կարելի է հանգստանալ։ Հիշեք, գործընթացը գնում է տարիներով, եւ դուք կարող եք լինել ճանապարհի սկզբում։ Վարժությունները, որոնք ես կտամ, ձեզ համար կլինեն կանխարգելում, ապահովագրություն նրանից, որպեսի 5 տարի անց չհայտնվեք դեղին կամ կարմիր գոտում։ Եթե մեկ տեստը դրական է, օրինակ թեքումը սահմանափակված է, բայց շրջելիս գլխապտույտ չկա, դուք դեղին գոտում եք։ Մկանային բաղադրիչն արտահայտված է, անոթները սեղմված են, արյան հոսքը նվազած է, բայց ոսկրային կառույցները դեռևս կրիտիկական խոչընդոտ չեն ստեղծում։ Սա աշխատանքի համար ամենաշնորհակալ տարբերակ է։ Մկանները ենթարկվում են, ֆասցիաները ձգվում են եւ արդյունքը դուք կզգաք ամենաարագը, երբեմն արդեն 7-10 օր անց։ Եթե երկու տեստերն էլ դրական են, թեքումը սահմանափակված է եւ շրջելիս գլուխը պտտվում է, դուք կարմիր գոտում եք։ Այստեղ կա եւ մկանային սպազմ եւ ողնաշարային բաղադրիչ։ Վարժությունները ձեզ պետք են ինչպես օդ, բայց դրանք պետք է անել կրկնակի զգուշությամբ։ Ոչ մի կտրուկ շարժում, ոչ մի ցավի հաղթահարում, ոչ մի կհամբերենք, կճեղքենք։ Կարմիր գոտում ցանկացած անգրագետ շարժում կարող է ոչ թե օգնել, այլ վնասել, եւ ես հիմա կբացատրեմ, թե ինչու։ Ահա այստեղ մենք հասանք մի պահի, որը ես համարում եմ կրիտիկապես կարևոր, միգուցե անգամ ավելի կարևոր, քան բուն վարժությունները։ Ինտերնետում պարանոցի մասին հոլովակների 90%-ը սկսվում են նույն բանով՝ արեք գլխի շրջանաձև պտույտներ, եւ դա աղետալիորեն սխալ խորհուրդ է։
Շրջանաձև պտույտը մի շարժում է, որի ժամանակ գլուխն անցնում է դեպի հետ գցելու միջով, իսկ դեպի հետ գցելը ամենավտանգավոր դիրքն է ողնաշարային զարկերակների համար։ Վերին ողերը մոտենում են հետին եզրերով և բառացիորեն ճմլում են անոթը։ Առողջ 30-ամյա մարդու մոտ դա խնդիր չի առաջացնի, լուսանցքի պաշարը բավարար է, բայց եթե դուք 55 տարեկան եք և ունեք օստեոֆիտներ, պրոտրուզիաներ, տեղաշարժ, մեկ անհաջող պտույտը կարող է արյան հոսքի կտրուկ խանգարում առաջացնել։ Կտրուկը նշանակում է ուշագնացություն կամ ավելի վատ։ Ես տեսել եմ նման պացիենտների, նրանք անում էին պարանոցի մարմնամարզություն YouTube-ից, կորցնում էին գիտակցությունը և ընկնում էին։ Լավ է, եթե գորգի վրա, վատ է, եթե սեղանի անկյանը։ Ուստի հիշեք որպես աքսիոմ. ոչ մի շրջանաձև պտույտ, ոչ մի գլուխը հետ գցել, ոչ մի կտրուկ շարժում և ճարճատյուն։ Այնինչ ես ձեզ կցուցադրեմ, սկզբունքորեն այլ մոտեցում է, մեղմ, անատոմիապես ստուգված, անվտանգ անգամ նրանց համար, ովքեր կարմիր գոտում են։ 3 բազային վարժություն, որոնք ես ընտրել եմ 30 տարվա ընթացքում։ Հարյուրավոր տարբերակներից ես թողել եմ միայն նրանք, որոնք տալիս են առավելագույն էֆեկտ նվազագույն ռիսկի դեպքում։ 3, ոչ թե 10, ոչ թե 20, որովհետև արդյունքի համար կարևոր է ոչ թե շարժումների հավաքածուն, այլ ճշգրիտությունն ու պարբերականությունը։ Բայց մինչ դրանց անցնելը, պատասխանեք ինքներդ ձեզ անկեղծորեն։ Դուք գրառեցիք տեստերի արդյունքները։ Եթե ոչ, դրեք տեսանյութը դադարի և արեք դա հիմա։ Լուրջ, առանց հաշվարկման կետի դուք չեք տեսնի առաջընթաց, իսկ առանց տեսանելի առաջընթացի կթողնեք մեկ շաբաթ անց։ Ես գիտեմ, թե դա ինչպես է աշխատում։ Գրառեցիք, ուրեմն գնում ենք առաջ։ Ահա մենք հասանք գլխավորին։ 3 վարժություններ, որոնք ես անվանում եմ ոսկե եռյակ։ 30 տարվա պրակտիկա, հարյուրավոր պացիենտներ, տասնյակ մեթոդիկներ և 4 մնացորդում 3 շարժում, որոնք աշխատում են ոչ դիտարժան, ոչ նորաձև, ոչ գեղեցիկ հոլովակի համար, բայց նրանք վերադարձնում են արյան հոսքը դեպի ուղեղ և անում են դա անվտանգ։ Իսկ անվտանգությունն այն առաջին բանն է, որի մասին ես մտածում եմ, երբ խորհուրդներ եմ տալիս 50-ից բարձր մարդկանց։ Նախքան սկսելը 3 երկաթյա կանոն։ Խախտեք գոնե մեկը, էֆեկտ չի լինի, իսկ վնասը հնարավոր է։ Կանոն առաջին. բոլոր շարժումները կատարվում են արտաշնչելիս։ Շնչեցիք, նախապատրաստվեցիք, արտաշնչում եք, շարժվում եք։ Ինչու՞։ Որովհետև ներշնչելիս մկանները ռեֆլեքսորեն լարվում են։ Սա ֆիզիոլոգիա է, դուք չեք կարող վերահսկել դա։ Արտաշնչելիս թուլանում են։ Եվ եթե դուք ձգում եք մկանը, որը լարված է, դուք ոչ թե ձգում եք այն, այլ պատռում եք։ Թելիկների միկրոպատրվածքներ, բորբոքում, ավելի մեծ սպազմ, բուժման փոխարեն վատթարացում, ուստի միայն արտաշնչելիս։ Կանոն երկրորդ. ոչ մի ցավ, դիսկոմֆորտ այո, ձգվածության զգացում այո, ցավ ոչ։ Եթե ցավում է, դուք հատել եք սահմանը և պետք է վերադառնալ հետ։ Մարմինը չի ստում։ Ցավը դա չի նշանակում, որ մկանը մշակվում է։ Ցավը դա այն է, որ դու կոտրում ես այն, ինչ պետք չէ կոտրել։ Կանոն երրորդ. ամպլիտուդան աճում է աստիճանաբար։ Առաջին շաբաթը 50% առավելագույնից, երկրորդը 70, երրորդը 80։ Մինչև 100-ը դուք հնարավոր է երբեք չհասնեք, և դա նորմալ է, մեզ ռեկորդ պետք չէ, մեզ արյան հոսք է պետք։ Վարժություն առաջին. ճոճանակ։ Այն ուղղված է կողմնային մկաններին, այն նույն սանդղաձևերին, որոնք սեղմում են զարկերակները կողային թեքման ժամանակ։ Նստեք ուղիղ, գագաթով ձգվեք վեր։ Կզակը թեթևակի դեպի կուրծքը, ոչ թե սեղմված, այլ փոքր-ինչ իջեցված։ Աջ ձեռքի ափը դրեք ձախ քունքին, մի սեղմեք, պարզապես դրեք։ Հիմա սկսեք թեքել գլուխը աջ, դեպի աջ ուսը։ Ափը քունքին ծառայում է ոչ թե որպես ծանրաբեռնվածություն, այլ որպես ուղեկցող։ Այն ուղղորդում է շարժումը, թույլ չի տալիս գլխին գնալ առաջ կամ հետ։ Թեքեք մինչև պարանոցի ձախ կողմում ձգվածություն զգալը։ Զգացիք, կանգ առեք, քարացեք։ Կատարեք հանգիստ ներշնչում և երկար դանդաղ արտաշնչելիս փորձեք թեքվել ևս 1 մմ, բառացիորեն 1 մմ, ոչ ավել։ Պահպանեք 5 վայրկյան, դանդաղ վերադարձեք կենտրոն։ Եվ նույնը մյուս կողմ։ Ձախ ափը աջ քունքին, թեքում ձախ։ 3 կրկնություն յուրաքանչյուր կողմ։ 6 թեքում, սա ամբողջն է։ Ժամանակով մոտ 1.5 րոպե, բայց էֆեկտը հսկայական է։ Դուք դա կզգաք արդեն առաջին անգամից։
Գլուխը կդառնա մի փոքր ավելի թեթև, մտքերը մի փոքր ավելի պարզ։ Սա ինքնաներշնչանք չէ, դա արյունն է, որը ճեղքել է թուլացած մկանի միջով եւ հասել նեյրոններին։ Հիշում եք թեքումներով տեստը, որ մենք արեցինք։ Այն կողմին, որը կոշտ էր, նրան պետք է մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնել։ Ոչ թե ավելի շատ կրկնություններ, այլ ավելի շատ ժամանակ թեքված վիճակում։ Պահպանեք 5 վայրկյան, 3-ի փոխարեն։ Թույլ տվեք մկանին ընտելանալ նոր երկարությանը։ Հիմա մեր ասիստենտը ավելի հակիրճ ձևով ցույց կտա։ Աջ ափը զգուշորեն դրեք ձախ տաճկին եւ կամաց գլուխը թեքեք դեպի աջ ուսը։ Վարժություն երկրորդ, կրիա, սա իմ սիրելին է։ Այն աշխատում է խորանիստ արջևի մկանների հետ, որոնց անհնար է հասնել սովորական ձգումներով, եւ միաժամանակ մեղմորեն բեռնաթափում է միջողնային անցքը, որի միջով անցնում է զարկերակը։ Ելման դիրքը նույնն է՝ նստած, մեջ քնողիղ, պատկերացրեք, որ դուք կրիա եք, որը գլուխը հանում է պատյանից։ Կզակը մնում է հատակին զուգահեռ, չի բարձրանում, չի իջնում։ Դուք պարզապես ձգվում եք գագաթով առաջ եւ վեր, երկարացնելով պարանոցը։ Զգացիք, թե ինչպես ողերը մի փոքր հեռացան իրարից։ Լավ է։ Իսկ հիմա հակառակ շարժումը։ Կրիան թաքնվում է պատյանում։ Դուք ներս եք քաշում կզակը հետ դեպի ողնաշարը, առանց իջեցնելու, առանց բարձրացնելու, խստորեն հետ։ Կառաջանա կրկնակի կզակի զգացում։ Դա ճիշտ է, մի դիմադրեք դրան։ Այս դիրքում ողերի հետին անցքերը լայնանում են եւ զարկերակը ստանում է լրացուցիչ տարածք, արյան հոսքը բարելավում է ակնթարթորեն։ Ձգվեցիք առաջ, պահել 3 վայրկյան, քաշվեցիք հետ, պահել 5 վայրկյան։ Հետ ավելի երկար, որովհետև հենց այս փուլում է տեղի ունենում զարկերակի դեկոմպրեսիան։ 5 կրկնություն, ժամանակով մոտ 1 րոպե։ Արեք այս շարժումն ամեն ժամ, եթե աշխատում եք նստած, ամեն ժամ վեր կացաք, 5 կրիա, նստեցիք հետ։ 3 օրից դա կդառնա սովորություն։ 10 օրից դուք կնկատեք, որ ճաշից հետո գլխում եղած մշուշը, որին դուք սովորել էիք, հանկարծ անհետացավ։ Ուղեղը ստացավ արյուն, եւ նրան այլևս պետք չէ անցնել խնայողության ռեժիմի օրվա կեսին։ Լիլիթ, կարող ես ցույց տալ երկրորդ վարժությունը։ Առաջին հերթին երկարացրեք ձեր պարանոցը առաջ, պահելով կզակը հատակին զուգահեռ, ապա հետ քաշեք այն դեպի ողնաշարը։ Վարժություն 3. Բու։ Այն աշխատում է ռոտատորների, պարանոցային ողերը պտտող մկանների հետ, եւ հենց այս վարժությունն է հանում կոմպրեսիան Ատլանտի շրջանում, այն նույն առաջին ողի, որն ամենաշատ խնդիրներն է ստեղծում։ Նստած եք ուղիղ, գագաթը վեր, կզակը մի փոքր վար։ Հիմա դանդաղ շրջեք գլուխը աջ, դանդաղ։ Դա նշանակում է, որ մեկ շրջումը տևում է ոչ պակաս, քան 5 վայրկյան։ Հաշվեք մտքում. 1, 2, 3, 4, 5 եւ դուք առավելագույնի վրա եք, բայց ահա այստեղ է սկսվում խորամանկությունը։ Շրջման ծայրագույն կետում իջեցրեք կզակը դեպի ներքև, դեպի ուսը, ոչ թե դեպի կուրծքը, այլ հենց այն ուսին, որի կողմը շրջված է գլուխը։ Սա կարճ շարժում է, ընդամենը մի քանի սանտիմետր, բայց այն ստեղծում է տրակցիա, մեղմ ձգում հենց առաջին եւ երկրորդ ողերի գոտում, հենց այնտեղ, որտեղ զարկերակն անում է իր կրիտիկական ծրվածքը։ Պահպանեցիք 4 վայրկյան, կզակը վերադարձավ չեզոք դիրք, գլուխը դանդաղ վերադարձավ կենտրոն, դադար, 1 ներշնչում արտաշնչում եւ նույնը ձախ։ 3 կրկնություն յուրաքանչյուր կողմ, մի րոպեից մի փոքր ավել, բայց բուից հետո շատ պացիենտներ ասում են նույն բանը։ Ասես ինչ որ մեկը բացեց ծորակը, ականջներում աղմուկը հանդարտվում է, գլխում պարզվում է, անգամ տեսողությունը մի ակնթարթ դառնում է ավելի հստակ։ Դա զարկերակն է, որը վերջապես տարածք ստացավ եւ բաց թողեց արյունը ամբողջ ծավալով։ Ուղեղը, որը 1 րոպե առաջ խնայում էր ամեն ինչի վրա, հանկարծ ստացավ լիարժեք հոսք եւ միացրեց բոլոր համակարգերը։ Եվ այսպես, ճոճանակ, կրիա, բու, 3 վարժություն, 4 րոպե, ոչ թե 1 ժամ մարզասրահում, ոչ էլ աբոնեմենտ օստեոպաթի մոտ, ոչ էլ դեղահաբերի կուրս, 4 րոպե գիտակցված ճշգրիտ աշխատանք պարանոցի հետ։ Եվ վերջին վարժությունը արման։ Դանդաղ շրջեք ձեր գլուխը դեպի աջ, այնուհետև կզակը իջեցրեք դեպի ուսը վզի մկանները ձգելու համար։ Բայց ահա այստեղ ես պետք է ձեզ զգուշացնեմ։ Այս 4 րոպեն կարելի է հեշտությամբ վերածել դեղից թույնի։ Մեկ սխալ շարժում եւ բարելավման փոխարեն դուք կստանաք սրացում։ Եվ ես չեմ չափազանցնում։
Ես տեսել եմ պացիենտների, ովքեր արել են նմանատիպ վարժություններ, բայց կոպիտ սխալներով, եւ ընկել են ինձ մոտ բոլոր ախտանիշների ուժեղացումով։ Որոնք են այդ սխալները եւ ինչպես խուսափել դրանցից։ Ես պատահական չէ, որ սխալները հանել եմ առանձին մասում, որովհետեւ ճիշտ տեխնիկան առանց արգելքների ըմբռնման նման է նավիգատորով վարելուն, չիմանալով երթևեկության կանոնները։ Վաղ թե ուշ կվթարվեք։ Եվ պարանոցի դեպքում վթարը պարզապես տհաճություն չէ, դա կտրուկ գլխապտույտ է, ուշագնացություն, ճնշման ցատկ, իսկ վատագույն դեպքում թրոմբի պոկում կամ զարկերակային պատի շերտազատում։ Վախենալու է հնչում, այդպես էլ պետք է հնչի, որովհետև պարանոցը բիցեպս չէ եւ պրես չէ։ Այստեղ սխալվելու իրավունք չկա։ Սխալ առաջին։ Արագություն։ Սա գլխավոր թշնամին է։ Մարդիկ վարժություններն անում են այնպես, կարծես ուշանում են գնացքից։ Արագ թեքեց, արագ շրջեց, արագ վերադարձրեց։ Նրանց թվում է, թե էֆեկտը կախված է կրկնությունների քանակից, եւ նրանք փորձում են հնարավորինս շատ խցկել 1 րոպեի մեջ։ Ոչ, էֆեկտը կախված է դանդաղությունից։ Պարանոցի յուրաքանչյուր շարժում պետք է տևի առնվազն 4-5 վայրկյան մեկ ուղղությամբ։ Ինչու՞։ Որովհետև մկանային իլիկը, ընկալիչը մկանի ներսում, որը հետևում է դրա երկարությանը, արձագանքում է ձգման արագությանը։ Եթե դուք արագ եք ձգում, իլիկը դա ընկալում է որպես պատռվելու սպառնալիք եւ ակնթարթորեն միացնում է պաշտպանիչ սպազմ։ Մկանը կծկվում է ել ավելի ուժեղ, քան մինչ այդ էր։ Դուք փորձում եք թուլացնել, ստացաք հակառակ էֆեկտը։ Ձգում եք դանդաղ, իլիկը հասցնում է հարմարվել, ազդանշան է ուղարկում, ամեն ինչ կարգին է, կարելի է բաց թողնել, եւ մկանը ենթարկվում է։ Նույն թեքումը, նույն ամպլիտուդան, բայց արդյունքը հակառակն է։ Ամբողջ տարբերությունն արագության մեջ է։ Հիշեք, եթե դուք չեք հաշվում վայրկյանները, դուք անում եք չափազանց արագ։ Սխալ երկրորդ. շնչառության պահում։ Դուք կզարմանաք, թե որքան հաճախ են մարդիկ դադարում շնչել վարժությունների ժամանակ։ Թեքեցին գլուխը եւ քարացան, սեղմելով ատամները, պահելով օդը։ Դա ռեֆլեքս է։ Կոչվում է Վալսալվայի ֆենոմեն։ Լարվելիս կրծքավանդակի ներսում ճնշումը կտրուկ աճում է, գնֆից երակային արտահոսքը դժվարանում է եւ ներգանգային ճնշումը ցատկում է։ Երիտասարդ օրգանիզմի համար դա դատարկ բան է։ Կոմպենսատոր մեխանիզմները կհաղթահարեն։ Մաշված անոթային պատերով 55-ամյա մարդու համար դա միկրոարյունազեղման ռիսկ է, շատ փոքր, աննկատ, բայց իրական։ Դրա համար էլ ես այդպես պնդում էի արտաշնչման կանոնի վրա։ Շարժումը միայն արտաշնչելիս։ Շնչեք, մի ընդհատեք օդի հոսքը ոչ մի վայրկյան։ Եթե բռնեցիք ձեզ այն բանի վրա, որ պահել եք շնչառությունը, վերադարձեք չեզոք դիրք, շունչ քաշեք եւ սկսեք նորից։ Սխալ երրորդ. ճարճատացնելը։ Սա պատուհաս է։ Մարդիկ պաշտում են պարանոցը ճարճատացնել։ Շրջեց գլուխը, ճարճաց, թեթևացավ։ Իրականում ինչն է ճարճատում։ Հոդային պարկուճները, որոնցում պայթում են գազի պղպճակները։ Ինքնին դա վտանգավոր չէ, վտանգավորն այլ բան է։ Ճարճատյունի հասնելու համար պետք է հաղթահարել ֆիզիոլոգիական արգելքը, հոդը դուրս բերել նորմալ ամպլիտուդի սահմաններից։ Եվ այդ պահին կապանները, որոնք պահում են ողերը, գերձգվում են։ Մեկ անգամ գերձգեցին, ոչինչ։ 10 անգամ կապանը մի փոքր թուլացավ։ 100 անգամ ողը դարձավ անկայուն։ Նա սկսում է զբոսնել, տեղաշարժվել ամեն պտույտի ժամանակ եւ սեղմում է զարկերակն արդեն ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կերպով, անկանխատեսելիորեն։ Այսօր դուք շրջեցիք գլուխը, ամեն ինչ նորմալ է։ Վաղը շրջեցիք ճիշտ նույն կերպ եւ կորցրիք գիտակցությունը, որովհետեւ ողը տեղաշարժվեց կես միլիմետրով ավելի, քան սովորաբար, եւ զարկերակը փակվեց։ Ուստի երբեք մի ճարճատացրեք պարանոցը դիտավորյալ։ Եթե բու կամ ճոճանակ կատանելիս ինչ-որ բան ինքն իրեն չրկկաց, սարսափելի չէ, բայց հատուկ ճարճատյունի հասնելն արգելվում է։ Սխալ չորրորդ. ուսերի սխալ դիրքը։ Երբ դուք անում եք ճոճանակ, ուսերը պետք է լինեն իջեցված եւ թուլացած։ Բայց պարանոցային խնդիրներ ունեցող մարդկանց մեծամասնության մոտ ուսերը քրոնիկ կերպով բարձրացված են 1-2 սանտիմետրով։ Դուք դա չեք նկատում, որովհետև ընտելացել եք։ Բայց եթե ուսը բարձրացված է, գլուխը դեպի այն թեքելիս ամպլիտուդան արհեստականորեն փոքրանում է։ Ձեզ թվում է, թե հասել եք սահմանին, բայց իրականում մկանը հազիվ է սկսել ձգվել, էֆեկտը զրոյական է։ Ուստի ամեն մոտեցումից առաջ արեք մեկ պարզ գործողություն։ Բարձրացրեք երկու ուսերն առավելագույնս վեր դեպի ականջները, լարեք դրանք ամբողջ ուժով 3 վայրկյան եւ կտրուկ նետեք վար։
Լիովին թուլացրեք։ Ահա սա է ձեր ճշմարիտ չեզոք դիրքը։ Վարժությունը սկսեք դրանից։ Հիմա երկու լրացուցիչ գործիք, որոնք կուժեղացնեն ոսկե եռակի էֆեկտը։ Առաջինը դիաֆրագմալ ստոցանեական ներշնչում ամեն մոտեցումից առաջ։ Ոչ թե պարզապես խորը շնչեք, այլ կոնկրետ տեխնիկա։ Մի ձեռքը դրեք կրծքին, մյուսը որովայնին։ Շնչեք այնպես, որ շարժվի միայն ստորին ձեռքը, այն, որը որովայնի վրա է։ Կրծքավանդակն անշարժ է, որովայնը ուռչում է օդապարիկի պես։ Ինչո՞։ Երբ դուք շնչում եք որովայնով, ստոցանին իջնում է, ստեղծում է բացասական ճնշում կրծքավանդակում, եւ գլխից երակային վերադարձը բարելավվում է։ Պարզ ասած, արյունն ավելի հեշտ է հեռանում գանգից ետ դեպի սիրտ։ Դա նվազեցնում է ներգանգային ճնշումը եւ բոլոր հետագա վարժությունները դարձնում է ավելի անվտանգ եւ արդյունավետ։ 3 դիաֆրագմալ ներշնչում ամեն մոտեցումից առաջ եւ դուք նախապատրաստեցիք հիդրավլիկ համակարգն աշխատանքի։ Երկրորդ գործիքը՝ կետային ներգործություն ենթածոցրակային մկանների վրա։ Սրանք գանգի հիմքում գտնվող այն խորանիստ մկաններն են, որոնք ֆիքսում են ատլանտը եւ ուղղակիորեն սեղմում են զարկերակն ամենախոցելի տեղում։ Դրանք անհնար է ձգել սովորական թեքումներով, նրանք չափազանց կարճ են եւ չափազանց խորը, բայց նրանց կարելի է անջատել մանուալ ճնշմամբ։ Ահա թե ինչպես։ Պարկեք մեջքի վրա, վերցրեք 2 թենիսի գնդակ եւ դրեք դրանք գուլպայի մեջ։ Կստացվի կրկնակի գլանակ, մեջտեղում փոսիկով։ Դրեք այն ծոցրակի տակ, այնպես, որ գնդակները հայտնվեն կենտրոնական ակոսի կողքերին, անմիջապես գանգի հիմքի մոտ։ Ոչ թե պարանոցի տակ, այլ ավելի վեր, այնտեղ, որտեղ գանգն անցնում է փափուկ հյուսվածքների։ Դուք կզգաք ճնշում, հնարավոր է անգամ ցավոտ առաջին վայրկյաններին։ Դա նորմալ է։ Պարկեք այդպես 3 րոպե, շնչեք որովայնով, մի շարժեք գլուխը, պարզապես պարկեք եւ թույլ տվեք գլխի քաշը սեղմել գնդակները սպազմված մկանների մեջ։ 1 րոպե անց ցավը կսկսի անցնել։ Այս մկանը թուլանում է մշտական ճնշման տակ։ 3 րոպե անց դուք ջերմություն կզգաք ծոցրակում, դա արյան հոսքն է վերականգնվել։ Արեք սա ամեն երեկո քնելուց առաջ։ Նման ներգործությունից հետո քնելը մի հաճույք է։ Հիշում եք առավոտյան մշուշոտ գլուխը, որի մասին մենք խոսում էինք։ Թուլացած ենթածոցրակային մկանները չեն սեղմի զարկերակը գիշերը եւ ուղեղը վերջապես կանցկացնի քնի բոլոր 8 ժամերը նորմալ արյունամատակարարման պայմաններում։ Դուք կարթնանաք այլ մարդ, ոչ թե 1 ամսից, այլ 3-4 գիշերից։ Այսպիսով դուք այժմ ունեք ամբողջական զինանոց, վարժությունների ոսկե եռյակը, դիաֆրագմալ ներշնչումը նախապատրաստման համար, գնդակները ծոցրակի հետ խորը աշխատանքի համար եւ հստակ ըմբռնում, թե ինչ չի կարելի անել։ Բայց ես փորձից գիտեմ, զինանացն առանց պլանի չի աշխատում։ Մարդիկ ոգևորվում են, անում են ամեն ինչ հաջորդականությամբ 2 օր, իսկ 3-րդ օրը մոռանում են, կամ խառնում են հաջորդականությունը, կամ բաց են թողնում նախապատրաստումը եւ միանգամից ցատկում են դեպի բուն։ Ուստի ես պետք է ձեզ տամ կոնկրետ պրոտոկոլ, ըստ րոպեների, ըստ քայլերի, առանց սխալ անելու հնարավորության, պարզ ինչպես ձվածեղի բաղադրատոմսը։ Կերպ անել, որքան անել, ինչ հաջորդականությամբ եւ երբ սпасել առաջին նկատելի փոփոխություններին։ Ահա մենք հասանք եզրափակչին, եւ սա ամենակարևոր մասն է, որովհետեւ առանց դրա նախորդ բոլոր 6-ը պարզապես տեղեկատվություն են։ Հետաքրքիր, օգտակար, բայց անօգուտ, եթե այն մնա գլխում եւ չանցնի ձեռքերին։ Ես հիմա ձեզ կտամ ճշգրիտ պրոտոկոլ, ինչ, երբ, որ հերթականությամբ եւ որքան։ Տպեք այն, արտագրեք թղթի վրա եւ կախեք սառնարանին, կամ պահպանեք այս տեսանյութը ընտրյալներում, բայց ոչ թե պարզապես պահպանեք ու մոռացեք, ինչպես բոլորս սովորաբար անում ենք։ Բացեք վաղն առավոտյան եւ սկսեք։ Եվ այսպես, ձեր օրը բաժանվում է 3 կետի՝ առավոտ, օրվա կես եւ երեկո։ 3 կետ, 3 կարճ բլոկ։ Դրանցից ոչ մեկը չի խլում 5 րոպեից ավելի։ Ընդհանուր առմամբ 15 րոպե օրական։ Սա ավելի քիչ է, քան դուք ծախսում եք առավոտյան թեյի շուրջ նորություններ դիտելու վրա։ Բայց այս 15 րոպեն կարող է դառնալ ջրբաժան 75 տարեկանում պարզ գլխի եւ 65 տարեկանում անոթային դեմենցիայի միջև։ Առավոտյան բլոկը կատարվում է արթնանալուց անմիջապես հետո, նախաճաշից առաջ, հեռախոսից առաջ, ամեն ինչից առաջ։ Ինչու սոված փորին, որովհետև ուտելուց հետո արյունը հոսում է դեպի ստամոքս եւ վարժությունների էֆեկտը ավելի թույլ կլինի։ Վեր կացաք, նստեցիք մահճակալի եզրին, սկսեցիք։ Առաջինը՝ 3 դիաֆրագմալ շունչ, ձեռքը որովայնին, ձեռքը կրծքին, որովայնն ուռչում է, կուրծքն անշարժ է, 3 ցիկլ, 20 վայրկյան։
Սա համակարգի գործարկումն է, հիդրավլիկայի նախապատրաստումը։ Երկրորդ՝ ուսերի նետում վար։ Բարձրացրեք դեպի ականջները, լարեք 3 վայրկյան, նետեք, 2 անգամ 10 վայրկյան։ Երրորդ՝ ճոճանակ։ 3-ական թեկում յուրաքանչյուր կողմ, դանդաղ արտաշնչելիս, ծայրահեղ կետում պահելով, ափը քունքին, ուսը ներքևում։ Հիշեք, կոշտ կողմին տրամադրում եք 2 վայրկյան ավել, 1.5 րոպե։ Չորրորդ՝ կրյա, 5 կրկնություն, ձգվեցիք 3 վայրկյան, քաշվեցիք 5 վայրկյան, 1 րոպե։ Հինգերորդ՝ բու, 3-ական պտույտ, յուրաքանչյուր կողմ, կզակը դեպի ուսն իջեցնելով, 1.5 րոպե։ Վերջ, առավոտյան բլոկը 4 րոպե 40 վայրկյան, կլորացնենք մինչև 5։ Դուք դեռ չէիք հասցրել կարգին արթնանալ, իսկ ձեր ուղեղն արդեն ստացավ օրվա ընթացքում առաջին լիարժեք հոսքը։ Այն նույն առավոտյան մղիզը, գլխի այն կիսելը, որը դուք նախկինում ցրում էիք 2 բաժակ սուրճով, այն կանցնի ոչ անմիջապես, ոչ առաջին օրվան, բայց առաջին շաբաթվա վերջում դուք կնկատեք, որ արթնանում եք ավելի արագ, որ աչքերս բացեցի եւ կարող եմ մտածել, միջև չանցնի ոչ թե 40 րոպե, այլ 10, իսկ երրորդ շաբաթվա վերջում առավոտյան սուրճը կդառնա հաճույք, ոչ թե բժշկական անհրաժեշտություն։ Ցերեկային բլոկը կատարվում է օրվա կեսին, ճաշի ընդմիջմանը, գործերի արանքում, երբ պատահի, ժամը 12-ից 15-ն ընկած հատվածում։ Այս բլոկը կրճատված է, միայն կրյա, 5 կրկնություն, 1 րոպե։ Կարելի է անել հենց աշխատասեղանի մոտ, բազկաթոռին, մեքենայում, լուսացույցի տակ։ Ոչ ոք շուրջ բոլորն անգամ չի հասկանա, թե ինչ եք անում։ Շարժումը գրեթե աննկատ է։ Ինչի համար է այն պետք։ Որովհետև օրվա կեսին, հատկապես եթե նստած եք, մկանները նորից ձգվում են, ողերը նստում են, նրանց միջև հեռավորությունը փոքրանում է գրավիտացիայի ազդեցության տակ։ Միջողնային սկավառակները տափակում են, անցքերը, որոնցով գնում են զարկերակները, նեղանում են։ Ծանոթ է ճաշից հետո այս վիճակը, աչքերը կպչում են, գլուխը ծանր է, ուզում եք պառկել, դա ուտելիքից չէ, դա ողնաշարից է, որը 4 ժամ նստելու ընթացքում նստել է 2-3 մմ-ով եւ սեղմել է անոթները։ 1 րոպե կրյա եւ դուք բառացիորեն հեռացնում եք ողերը, վերադարձնում եք լուսանցքը, բաց եք թողնում արյունը, ճաշից հետո եկող քնկոտությունը դադարում է լինել ձեր ուղեկիցը։ Եթե կա հնարավորություն, ավելացրեք այստեղ եւս 1 րոպե ճոճանակ, 2-ական թեքում յուրաքանչյուր կողմ։ Արդյունքում ցերեկային բլոկը 2 րոպե, բայց եթե անգամ 1 րոպե կրյան դուք անեք ամեն օր, դա արդեն հզոր միջամտություն է։ Երեկոյան բլոկը կատարվում է քնելուց 30-40 րոպե առաջ, ոչ թե անմիջապես բարձից առաջ։ Պետք է մարմնին ժամանակ տալ անցնելու հանգստի ռեժիմի։ Այստեղ 2 տարր կա։ Առաջինը՝ կրկնում եք ամբողջ առավոտյան համալիրը։ Դիաֆրագմալ շնչառություններ, ուսերի նետում, ճոճանակ, կրյա, բու, նույն 5 րոպեն։ Երկրորդը՝ աշխատանք թենիսի գնդակներով։ Պարկեցիք մեջքին, գուլպայից գլանակը գանգի հիմքի տակ։ 3 րոպե անշարժ որովայնային շնչառություն, գումարային 8 րոպե։ Բայց այս երեկոյան 8 րոպեն ամենաարժեքավորն է բոլորից, որովհետև դուք պարանոցը պատրաստում եք գիշերվան, թուլացնում եք այն ամենը, ինչ ձգվել է օրվա ընթացքում, ազատում եք զարկերակները ժամեր շարունակ անշարժ պառկելուց առաջ, ուղեղին հնարավորություն եք տալիս լիարժեք վերականգնվել քնի ընթացքում, վերականգնել բջիջները, կոնսոլիդացնել հիշողությունը, հեռացնել տոքսինները ափսային համակարգի միջոցով, որն աշխատում է միայն գիշերը եւ միայն նորմալ արյան հոսքի դեպքում։ Առանց այս երեկոյան բլոկի ձեր ուղեղն ամեն գիշեր անցկացնում է որպես խցանված յուղի ֆիլտրով շարժիչ, կարծես թե աշխատում է, բայց մաշվում է 3 անգամ ավելի արագ։ Հիմա ժամկետները։ Երբ սպասել արդյունքների։ Ես ազնիվ կլինեմ, որովհետև չեմ ուզում ձեզ պատրանքներ վաճառել։ Առաջին փոփոխությունները 4-7 օրից։ Դրանք կլինեն մեղմ, սուբյեկտիվ զգացողություններ։ Մի փոքր ավելի թեթև գլուխ առավոտյան, մի փոքր ավելի հազվադեպ եք մոռանում մանրուքները, մի փոքր ավելի քիչ եք հոգնում երեկոյան կողմ։ Դուք անգամ կարող եք չկապել դա վարժությունների հետ, բայց կապն ուղիղ է։ Շոշափելի բեկում 2-3 շաբաթ անց։ Այստեղ արդեն կոնկրետիկա է։ Կրկնեք 4-րդ մասի տեստերը։ Թեկումները կդառնան ավելի ազատ։ Շրջելիս գլխապտույտը կնվազի կամ կանհետանա։ Զնգոցն ականջներում, եթե կար, կսկսի մարել, ոչ ամբողջությամբ, բայց նկատելիորեն։ Օբյեկտիվ չափելի փոփոխություններ 6-8 շաբաթ անց։ Եթե դուք անեք պարանոցի անոթների դոպլերոգրաֆիա պարապմունքներից առաջ եւ 2 ամիս անց, թվերը ձեզ կզարմացնեն։ Արյան հոսքի արագությունը մեծանում է 15-25%-ով։ Սա տեսական ենթադրություն չէ, սա այն տվյալներն են, որոնք ես տեսել եմ տասնյակ պացիենտների մոտ, ովքեր սկսել են կատարել այս պրոտոկոլը համակարգված։ Համակարգված հիմնական բառն է։ Երբեք կհիշեմ կանեմ, ոչ էլ 2 շաբթի եւ 5 շաբթի օրերին,
ամեն օր, առանց բաց թողումների։ Առաջին 21 օրը կրիտիկական ժամանակաշրջան է։ Եթե դուք բաց եք թողել 1 օր, աղետ չէ, բայց 2 բաց թողումն անընդմեջ զրոյացնում են սովորությունը եւ ստիպված կլինեք սկսել նորից։ Ոչ ֆիզիոլոգիապես, այլ հոգեբանորեն։ Մարմինը հիշում է, բայց ուղեղը որոշում է, որ դա պարտադիր չէ։ Եվ ահա պարադոքսը, այն նույն ուղեղը, որը դուք փրկում եք, սաբոտաժի կենթարկի ձեզ, որովհետև սովորության ձևավորումն էներգիա է պահանջում, իսկ արյան խանգարված հոսքով ուղեղը խնայում է էներգիան ամեն ինչի վրա։ Նա ձեզ արդարացումներ կնետի։ Այսօր ժամանակ չկա, վաղը կանեմ կրկնակի չափաբաժին։ Արդեն ինձ ավելի լավ եմ զգում, կարելի է բաց թողնել։ Մի տրվեք, 21 օր, հետո դա կդառնա առավոտվա նույնպիսի մաս, ինչպես ատամները լվանալը։ Եվ վերջինը, հիշում եք ամենասկզբում ես ասացի, որ ձեր մոռացկոտությունը տարիքը չէ, եկեք վերադառնանք դրան։ Տարիքը դատավճիռ չէ։ Տարիքն այն տարիների քանակն է, որոնց ընթացքում դուք ուշադրություն չեք դարձրել ձեր պարանոցին։ Ինչ որ մեկը 55-ում արդեն կորցնում է բառերը, իսկ ինչ որ մեկը 75-ում վարում է բանակցություններ, գրում է գրքեր, սովորում է օտար լեզուներ։ Տարբերությունը գենետիկայի մեջ չէ, տարբերությունը արյան հոսքի մեջ է։ Րոպեում այն նույն 750 մլ արյան մեջ, որոնք կամ հասնում են ուղեղին, կամ ոչ։ Դուք հիմա ունեք ամեն ինչ, որպեսզի հայտնվեք երկրորդ կատեգորիայում։ Անատոմիայի իմացություն կա, խնդրի մեխանիկայի ըմբռնում կա, ինքնախտորոշման տեստեր կան, 3 ճշգրիտ վարժություն կա, ըստ րոպեների պրոտոկոլ կա, սխալների ըմբռնում կա, մնաց մեկ բան՝ ձեր որոշումը։ Ոչ վաղը, ոչ երկուշաբթի օրվանից, այլ այսօր։ Փակեք այս տեսանյութը, նստեք աթոռի եզրին, դրեք ձեռքը որովայնին եւ արեք առաջին 3 դիաֆրագմալ շնչառությունները։ Դա կտևի 20 վայրկյան, 20 վայրկյան, որոնք կդառնան սկիզբ։ Իմ անունն է Միքայել Պողոսյան, ես 30 տարի է բժշկության մեջ եմ, և ես հենց նոր ձեզ պատմեցի այն, ինչը հասկանալու համար ինձանից տասնամյակներ պահանջվեցին։ Օգտագործեք դա։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ թողարկումները, ես դեռ շատ բան ունեմ, որը կփոխի ձեր առողջությունը։ Դրեք լայք, եթե այս տեսանյութն օգտակար էր, և գրեք մեկնաբանություններում, թե 5 ազդանշաններից որն եք ճանաչել ձեզ մոտ։ Ինձ համար կարևոր է իմանալ, թե ում համար եմ ես աշխատում։ Մինչ հանդիպ հաջորդ տեսանյութում, պահպանեք պարանոցը, նա պահպանում է ձեր ուղեղը։